Գագիկ Ծառուկյանի հայտնի հարցազրույցը բազմաթիվ հարցերի առաջադրում ու միաժամանակ հստակ պատասխաններ ուներ։ Գլխավոր խնդիրը հանուն մեր ժողովրդի բարօրության ու ամուր պետության հրամայականն էր, որի շուրջ էլ ծավալվել էր ԲՀԿ առաջնորդի հարցազրույցը։ Հստակ էր, միայնակ ոչ ոք ոչինչ անել չի կարող։ Անհրաժեշտ է ժողովրդի վստահությունն ու քաղաքական ուժերի համագործակցությունը հանուն բարեկեցիկ ու բարգավաճող երկրի։ Հարցազրույցին անմիջապես հաջորդեցին քաղաքական ուժերի ու հասարակական գործիչների արձագանքները համագործակցության տանող հստակ քայլերով։ Հանդիպումների մեկնարկը տրված է։ Առաջին հանդիպումների շարքում էր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը, որին հաջորդում են քաղաքական այլ ուժերի հետ քննարկումները։ Գագիկ Ծառուկյանը առաջնորդվել է ու շարունակելու է գործել մի սկզբունքով՝ հարգանք քաղաքական հակառակորդների նկատմամբ, համագործակցություն երկրի համար կարևորագույն հարցերում։ Այս մասին է վերահաստատում ԲՀԿ առաջնորդն այս անգամ հյուրընկալելով ՀԺԿ-ի ներկայացուցիչներին կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ։ Պետք է հանդիպումներ կազմակերպեն քաղաքական ուժերի հետ, անհատների հետ, համապատասխան լսելով կարծիքները, մոտեցումը, տեսակետը, որովհետև այսօր ինչ որ մենք ուզում ենք, դա միայնակ ոչ մեկը չի կարող անել, ոչ կուսակցությունը, ոչ անհատը, պետք է միասնական համախմբված նայելով, քննարկելով, տեսնելով տեսակետը, մոտեցումը եւ համապատասխան այդ խնդիրները կարգավորել։ Ամբողջ աշխարհում չլուծվող խնդիր չկա։ Հարկավոր է հարցը դնել, մոտեցումը, տեսակետը եւ խնդիրը իր լուծումը ունենալ։ Այսօր ասենք թե մենք պատրաստ ենք բոլորի հետ լսելու, քննարկելու, համապատասխան որը որ առաջարկը ծրագիրը մոտեցումը օգուտ կբերի երկրի հզորացմանը, ժողովրդի բարելավմանը, մենք պատրաստական ենք։ Միմյանց վարկաբեկելուց, վիրավորելուց ու հայհոյելուց ոչ մի հարց չի լուծվելու։ Դրանից մեր ժողովրդի բարեկեցությունը չի բարձրանալու։ Անիմաստ չարությունն ու թշնամանքը իմ ու իմ քաղաքական ուժի պայքարում տեղ չունեն, ասում է Գագիկ Ծառուկյանը, կարևորելով միասնական ոգու ձևավորումը։ Միայնակ մարդը կամ կուսակցությունը իզորու չեն պայքարելու։ Եվ ամենակարևորը ես ասել թե իմ հարցազրույցում ասել է, որ որևէ մի քաղաքական ուժի հանդեպ հայհոյել, ցեղ շպրտել, ինչ որ ուրիշ բան ասել, դա մեզ պատիվ չի բերում։ Այդպիսով մենք չենք կարողանում ոչ խնդիր լուծել, ոչ երկիրը հզորացնել, ոչ համապատասխան ժողովրդի վիճակը լավացնել, ոչ էլ տնտեսությունը զարգացնել։ Այլ ամեն մեկը կարող է իր տեսակետը, իր ծրագիրը, իր մոտեցումը, իր լուծում առաջարկել, ինքը ոնց է պատկերացնում։ Պայմաններ, հնարավորություն, արդարություն, մրցակցություն, ահա այս բաղադրիչների առկայության դեպքում է հնարավոր խոսել մեր ժողովրդի ցանկությունների կատարման մասին, մի ժողովուրդ, որն ըստ ԲՀԿ առաջնորդի պատրաստ է նպաստավոր պայմանների դեպքում արարել ու շնացնել իր երկիրը։ Երկրում պետք է լինի պայման հնարավորություն, արդարություն եւ մրցակցություն։ Այդ հիմնական 4 կարևոր կետերն են, որ այսօր մեր ժողովուրդն էլ աշխատող ժողովուրդ է։ Այսօր պետք է մարդուն պայման հնարավորություն ստեղծես, մարդու մոտ վերականգնես հավատքը, այդ ամենակարևորն է։ Ու ամեն ինչ լավ։ Եվ նորմալ սահմանադրության երաշխավորում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության ու գործակցության առաջարկի համար Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահն իր հերթին խոսում է սահմանադրական բարեփոխումներից, նշելով, որ այս պահին հասարակությունը դրա պահանջը չունի։ Այսօրվա այս ծանր իրավիճակը, որ առկա է երկրում, իսկ դա փաստ է, որ երկիրը գտնվում է համակողմանի ճգնաժամի մեջ, բանալված է ոչ թե սահմանադրության անկատարության, այլ սահմանադրության ոտնահարմամբ։ Այսօր առաջնահերթ խնդիր ենք համարում ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ համաձայն սահմանադրության իշխանության ձևավորումը, առաջնահերթ խնդիր ենք համարում երկրում անպատժելիության վերացումը, կոռուպցիայի դեմ իրական պայքարի ծավալումը, տնտեսության առողջացումը։ Երկրում շատ կան կուտակված խնդիրներ, բայց պատճառը սահմանադրությունը չէ։ ԲՀԿ օրակարգում երկու հարց է։ Ոչ իշխանական ուժերի առաջ քաշած 12 կետերի իրականացում, որն էապես կբարելավի մեր քաղաքացիների կյանքն ու կթուլացնի առկա լարվածությունը, երկրորդ սահմանադրական փոփոխությունների գաղափար, որտեղ կան շատ հարցականներ ու անընդունելի պահեր, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Մենք ուզում ենք հանրության ժողովրդի հետ հիմնականում քննարկել 12 կետերը եւ սահմանադրության փոփոխումը, որ տեսնենք, ասենք ժողովրդի մոտեցումը տեսակետը ոնց է, որ ըստ այնմ նոր արդեն մենք ընդհանուր մեծ հանրահավաք կարծենք եւ համապատասխան արդեն ոչ թե կուսակցության առաջարկներն, այլ դա արդեն ժողովրդի առաջարկն է։ Ուզող ամենակարևոր խնդիրներն են այդ 12 կետերը, ասենք թե հիմնական բանկային համակարգը, հիմնական ասենք թե կուտակայինը, փոքր միջին բիզնեսի ասենք հարկերի բարձրացում, որ այդ առաջիկա 12-ն է։ 12-ը կատարելով կանցնենք մյուս 12-ին։ Պետք է քայլ կատարվի, որ մարդիկ հարությունը ժողովուրդը կարողանա շնչել, ապրել, վստահություն լինի, առաջընթաց ու զարգացում լինի։ Այդ դեպքում արդեն եւ հաջողություն կլինի եւ ծրագրի իրականացում կլինի։ Ժողովրդի վստահության վերականգնումը պետք է լինի բոլորիս խնդիրը, իր հերթին ընդգծում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։
Ամենակարևոր հարցը այսօր վերականգնել մարդկանց հավատը պետության նկատմամբ, վաղվա օրվա նկատմամբ, սա է։ Եվ իհարկե սրա համար անհրաժեշտ է իրոք ուժերի համախմբում, ջանքերի համատեղում։ Ես կարծում եմ, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղալու ժողովրդի համբերության հետ։ Իրավունք չունի հարցերը չլուծել, մտածելով, որ ժողովուրդը միևնույն է համբերելու է։ Սա լավ բանի չի բերի, հանդիպման ավարտին ասում է Գագիկ Ծառուկյանը հավելելով. ժողովուրդը բարձրացնում է ցավոտ հարցեր, ցավոտ խնդիրներ եւ դրանք պետք է լուծել։ Քրիստինե Սուքիասյան, Հովհաննես Քյուրքչյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։